Եվ հայտարարությունը հունվարի 5-ի եւ դրանից առաջ Ջեյուն Բայրամովի հայտարարությունները գալիս են ասելու, որ իրենց համար խաղաղությունը երկկողմանի բան է, չի կարող մի կողմ ուզել խաղաղություն, մյուս կողմը չուզել ու խաղաղությունը լինի։ Այդ դեպքում կարող է ուղղակի լինի սպանդ, խաղաղություն ուզողի նկատմամբ խաղաղություն չուզողի ձեռքով։ Սա ապտակ է քաղաքականությանը, որ վարում է Փաշինյանը, որ խաղաղությունը այլևս հաստատված է, վերջ, մենք որևէ խնդիր չունենք։ Ոչ, խնդիրները մնում են, Ադրբեջան շարունակում է դրանց մասին խոսել։ Եվ հնարավորություն, երբ ստեղծվի, Աստված ոչ անի, եթե հնարավորություն ստեղծվի, Ադրբեջանը, ինչպես Ալիևն է ասելու, ուժով լուծելու է իր հարցերը։ Այս նույն հարցազրույցի ժամանակ ինքը ասել է նաև, որ ինչ ուզում են հայերը դնեն Տրամպի ուղի, ինչ անուն ուզում են դնել, մեկ է մեզ համար այն գործելու է որպես այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, այդ տրամաբանությամբ է գործելու։ Հիմա արդյոք այդպես է լինելու, արդյոք ադրբեջանցիները այդպիսի հնարավորություն ունենալու են, սրանք էլ հարցեր են, որովհետև այսօր լսում էի Արարատ Միրզոյանի ասուլիսը, կարծեք այդ դրվագում մի այդպիսի առանձնացում եղավ, որ կարող են լինել դեպքեր, որ առանձնատուկ մոտեցում լինի։ Ես չեմ ասում, որ պիտի ընդհանրապես մերժենք որևէ մոտեցում այս կամ այն պետությանը, բայց դա ինչա մեզ տալի եւ մենք ինչ ենք կորցնելու, այսա պիտի շատ բովանդակային կերպով քննարկել։